կառուցվել մանրամասնվածային եկեղեցին կպատնեք։ Պատմեմ Սիրունյանը, ուրեմն մանրամասնվածային եկեղեցին Էջմիածին քաղաքի միակ եկեղեցին է։ Քանի որ Էջմիածին քաղաքը հին Վաղաշապատը ավելի հին Վարդգեսավանը, երբ քրիստոնեություն ընդունեցին, այստեղ բնակիչ չկար։ Կար կաթողիկոսական աթոռ եւ թագավորական գահ, չէ, երկու գահերն էին, իսկ հարակի շրջանում ոչ ոք չէր ապրում։ Հետագայում երբ թագավորություն չունեցավ, 1045-ի վերացավ Հայաստանից, չէ թագավորություն, Բագրատունիներից հետո։ Այս տարածքը մնաց ամայի եւ մայրաթոռը, ամենահայոց կաթողիկոսությունը, որոշեցին բնակեցնել այս հատվածը, այսօրվա Էջմիածին քաղաքը։ Եվ տարբեր տեղերից մարդկանց ծերեցին, բնակեցրեցին, օգնեցին, որ տուն ունենան, օգնեցին, որ այգիներ մշակեն եւ դառնա քաղաք։ Եվ առաջացավ ինչ։ Եկեղեցին ունենալու անհրաժեշտություն, որովհետեւ վանքերում պսակը կնունքը արգելվում էր, առավել եւս թաղումները։ Այսինքն վանական միջավայրին գիտական մեծ կենտրոններ, որտեղից ամբողջ պատմական Հայաստանն էր եկեղեցու կողմից վերահսկվում։ Եվ եթե առաջացավ եկեղեցի, ուրեմն Սիմոն Երևանցի 1767 թվականին իր անձնական ծախսերով կառուցեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին եւ ինչպես ինքն ասում, ի վայրում են բոլոր այս գյուղական տարածքները։ Դրա համար այս ժամը նույնիսկ ժամանակին Գերիժան են ասում։ Հետո դարձավ Վաղաշապատի կամ Էջմիածնոց եկեղեցի։ Այսօր արդեն 300 տարուց ավելի գործող հրաշալի մի եկեղեցի է, դուք եկել եք նաև այստեղ ուխտագնացության աղոթքի, որ Աստված ձեզ ամուր տանի։ Ես հաճախում եմ Վաղաշապատի Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցը։ Այն հիմնադրվել է 1976 թվականին և համարվում է Էջմիածնի ամենահին և գեղեցիկ շենքերից մեկը։